Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ձայնը տրվում է Աշուչի անձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին քվեարկության հարցումները ներկայացնելու համար։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, Մրցութային խորհրդի որոշման հիման վրա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի Թափուր պաշտոնում առաջադրվել է Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 85-ը, քվեատուփում առկա էր 85 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 25-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Եփրեմ Կարապետյան կողմ 59, դեմ 1։ Որոշումն ընդունվել է, հաջողություն ենք մաղթում։ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները մրցակցության եւ սահմանողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել էին Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 85-ը, քվեատուփում առկա էր 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Թադևոս Ավետիսյան կողմ 83, դեմ 0։ Արնավետության հաջողություն են մաղթում, որոշումն ընդունվել է, հարգելի գործընկերներ, նիստը համարում ենք փակված։